Խաղաղ, բայց լարված մթնոլորտում են գյումրեցիները ավագանի ընտրել, մարդկանց անսովոր կուտակումներ, վիճաբանություն, հաշվարկի ընթացքում դիտորդների կողմնակալ վերաբերմունք, ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր են արձանագրել դիտորդների շրջիկ խմբերը։ Փարաքարի ու Գյումրիի ընտրական հանձնաժողովների որակի ահռելի տարբերություն է նկատել անկախ դիտորդը, Գյումրիի ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահների աշխատանքը մեղմ ասած ոչ կոմպետենտ գնահատելով։ Նույնիսկ մի դեպքում ընտրական հանձնաժողովը նստած լուրջ մտածում էր, որ իրանց մոտոր թվերը չի բռնում, գրանց համաձայնում 2 ստորագրություն ավելացնեն։ Գրանց համաձայնի ստորագրությունները եւ սարքով ընտրողների քանակը 2-ով տարբեր էր, գրանց համաձայնում 2-ով պակաս էր եւ լուրջ նստած մտածում են գրանց համաձայնում 2 ստորագրություն ավելացնեն, հետո զանգեցին վերադաս ընտրական հանձնաժողով, վերադաս ընտրական հանձնաժողովը քննարկեց, հետ զանգեց, ասեց չէ, մի արեք տենց բան, հա, տենց նույնիսկ այսպիսի էպիկ բաներ են լինում, որ երբեմն ուզում ես հարցնես մարդկանց ոնց որ ազատության մեջ գտնվելու այդ խնդիր ունեք, տենց Դիտորդական առաքելության շրջիկ խմբերը Գյումրիի 82 ընտրատեղամասերից 41-ում 61 ընտրախախտում են արձանագրել։ Ընտրողներին ուղղորդելու, բաց քվեարկության գաղտնիությունը խախտելու, քվեաթերթիկներ հափշտակելու, վնասելու, իրավասու մարմինների անգործության դեպքեր, բայց ամենաշատը դիտորդներն արձանագրել են ընտրատեղամասում կողմնակի անձանց ներկայության դեպքեր։ Գյումրիի 31/45 և 31/70 տեղամասերում արձանագրվել է ընտրողների ակտիվություն հատկապես առավոտյան ժամը 8-ից 11-ի սահմանում։ Դանիել Իոնիսյանը սա խնդրահարույց է համարում։ Քաղաքային բնակավայրերում առավոտյան մարդիկ նախընտրում են քնել։ Եվ երբ որ քնելու փոխարեն առավոտ շուտ գնում են այցելում են ընտրական տեղամասեր, մենք փորձում ենք հասկանալ մարդկանց այդպիսի վարքի պատճառները։ Մենք գալիս ենք այն եզրակացության, որ հավանային հավանականությամբ այդ բարձր մասնակցությունը պայմանավորված է եղել նրանով, որ այդ տարածքում կա ենթարկեցված որոշակի էլեկտորատ եւ այդ ենթարկեցված էլեկտորատին առավոտ շուտ են բերում տեղամաս կամ պարտադրում որ բերեն, որպիսի առավել շատ ժամանակ, որպիսի տենան ովեկավով չեկավ եւ առավել շատ ժամանակ ունենան միջև տեղամասերի փակումը։ Ընտրատեղամասերից մեկում բաց քվեարկության աննախադեպ դեպքերը Իոնիսյանը պայմանավորում է քվեաթերթիկների անորակ լինելու վատ տպագրության հետ։ Բաց քվեարկության դեպքերի էական մասը պայմանավորված էր նրանով, որ ծրարները, եւ մի հատ ծրար պիտի մոտս ունենայի, ներսից սոսնձված են եղել էլի արտադրության որակի ցածր որակի արդյունքում եւ ընտրողը պետք է ներսից ծրարի 2 պատերը սենց իրարից պոկեր։ Շատ ընտրողներ երևի ինքնավստահ չլինելով, որ ճիշտ գիտեն քվեարկության կարգը կամ վախենալով վնասել ծրարը, տենց իրենց նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը մի ձեռքում, ծրարը մյուս ձեռքում դուրս էին գալիս քվեախցիկից։ Անկախ դիտորդը հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել դիտորդների աշխատանքը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու համար։ Գյումրիում վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր են արձանագրել ականատեսի դիտորդները դեռ նախընտրական քարոզարշավից սկսած։ Իշխող ուժը խաթարել է մրցակցության հավասարության սկզբունքը։ Այսինքն ռեսուրսները գերկենտրոնացվել են այս ընթացքում եւ թիմ աշխատանքը, այսպես ասած, շատ մի քանի անգամ ավելի մեծ թափով է իրականացվել։ Այդ ամենը ներկայացվել է որպես քաղաքացիական պայմանագրի արժանիք քարոզչության ընթացքում։ Ընտրախախտումների վերաբերյալ 10 քրեական վարույթ է նախաձեռնել քննչական կոմիտեն։ Տեղամասերից մեկի քվեախցիկում ընտրությունը լուսանկարահանելու, բաց քվեարկության, ընտրողներին ուղղորդելու փորձերի, վստահված անձանց դիտորդների իրավունքների խախտման դեպքերով։ Ներքին գործերի նախարարությունն ու դատախազությունը ահազանգեր են ստացել նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու դեպքերի մասին։ Նախաքննություն է կատարվում։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։